Ունես հարցադրումներ, որոնք դեռ պարզաբանումների կարիք ունեն, հրատապ խնդիրներ, որոնց պատշաճ լուծումները ձգձգվում են, գաղափարներ, որոնք դեռ անհրաժեշտ է ներկայացնել ու քննարկել, բայց չգիտես թե ինչպես, եթե այո, ապա այս ձևաչափը հենց քեզ համար է։ Ազգային ժողովն ու կառավարությունը քաղաքացիներին ավելի մոտ լինելու, նրանց խնդիրները վերհանելու ու դրանց լուծումներ տալու նպատակով ստեղծել են «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարը։ Բարի երեկո, սիրելի քաղաքացիներ, շատ մանրամասն լսել ենք բոլոր հարցերը։ Այն առաջարկում է առավել թափանցիկ, ամուր եւ ուղիղ երկխոսելու նոր հարթակ Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների միջև։ Իհարկե գործում են բազմաթիվ տարատեսակ խողովակներ, որոնց միջոցով քաղաքացին կարող է բարձրաձայնել իրեն հուզող հարցի վերաբերյալ որոշակի պարզաբանումներ նախարարությանը, ազգային ժողովին եւ այլն, բայց իրականում սա միջոց է, որի աջակցությամբ քաղաքացին կարող է ուղիղ կերպով իր հարցը տրամադրել ոլորտային անմիջական պատասխանատուին եւ ակնկալել նրա կողմից հստակ հարցի պատասխան կամ լուծում։ Ձևաչափը լայն ու դրական արձագանք էր ստացել հանրության շրջանում դեռևս տարիներ առաջ, նախադեպը ձևավորվեց երկրի վարչապետի նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ նման ֆորմատով անդրադարձել է մեր հայրենակիցների բազմավոլորտ հարցերին՝ տնտեսությունից մինչև իրավունք ու արդարադատություն, կրթությունից մինչև ֆինանսական համակարգ։ Քաղաքացիների հետ օֆլայն բազմաբովանդակ ու հանգամանալից հանդիպումների շարք է սկսել նաև խորհրդարանի ղեկավարը, իսկ այժմ հերթը ոլորտային գերատեսչությունների պատասխանատուներինն է։ Հարցնում է քաղաքացին հաղորդաշարի անդրանիկ եթերը հեռարձակվեց մայիսի 26-ին, ուղիղ տեսակապով քաղաքացիների հարցերին պատասխանեցին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտային քաղաքականություն մշակողներն ու պատասխանատուները։ Մեր ակնկալիքները սպասվածից էլ ավելի արդարացվեց, որովհետև այն ակտիվությունը, որ դրսևորվեց քաղաքացիների կողմից, իհարկե շատ ուրախալի էր։ Ժամանակակից թվային աշխարհում իհարկե մեր քաղաքացիները, այդ թվում հենց մեզ հարցեր ուղղած քաղաքացիների մի մասը, գուցե այլ հարթակների միջոցով, գրավոր նամակագրությամբ, Facebook-յան հարթակների միջոցով կամ այլ միջոցառումների ժամանակ հնարավորություն ունեցել են կամ ունենում են իրենց հարցերը ուղղել պաշտոնատար անձանց, բայց մեր կարծիքով հեռուստատեսությունը եւ այդ տեսակապով շփումը շարունակում է, այսպես ասած, ավելի անմիջական լինել։ Եթերի ընթացքում նախապես տեսաձայնագրված ու ուղարկված մոտ 5 տասնյակից ավելի հարցերից միայն 12-ին հնարավոր եղավ պատասխանել։ Դրանց մեծ մասը ներկայացնում էին ոչ թե անձնական խնդիրներ, այլ թեմաներ, որոնք վերաբերում էին տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Ոլորտի պատասխանատուներն այս պահին հետադարձ կապի մեջ են նաև այն քաղաքացիների հետ, ում հարցերը ժամանակի սղությամբ պայմանավորված եթեր չհեռարձակվեցին։ Շուտով դրանք եւս կստանան իրենց արժանի լուծումները։ Կար երկու հիմնական խնդիր, որ նկատվեց մեր կողմից։ Համար առաջին խնդիրը իրազեկվածությունն էր, եւ սա լավ առիթ էր, որ այն փոփոխությունները, որոնք մենք կյանքի են կոչում, եւս մեկ անգամ իրազեկվի եւ քաղաքացիներին հասանելի լինի, եւ նաեւ երկրորդ խնդիրը իրազեկումից բացի, որ իրազեկված են, բայց նաեւ արդեն իսկ արձանագրել էին այդ որոշակի փոփոխություններում ինչ որ բացեր, ինչ որ խնդիրներ, եւ նաեւ իրենց առաջարկների հիման վրա առաջիկայում խորհրդարանում կամ կառավարության ենթանորոշական մակարդակներով կարվեն որոշակի փոփոխություններ։ Իսկ հաջորդ թողարկումը կվերաբերի աշխատանքային իրավունքին, զբաղվածությանը եւ սոցիալական ոլորտին, այս անգամ եւս ոլորտի պատասխանատուները կսպասեն քաղաքացիների հարցերին։ Հիշեցնենք, որ նախապես հարցերը տեսաձայնագրությամբ ուղարկելը պարտադիր է, այդ նպատակով գործարկվել է համապատասխան հեռախոսահամար +374 44 900 800 տեսահարցերը հարկավոր է ուղարկել ահա այս հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածին։ Անուն, ազգանուն եւ բնակության վայր, սրանք այն տողերն են, որոնք պետք է լրացնել ու կցել տեսահարցին։ Ցանկության դեպքում կարող է ավելացվել նաև զբաղմունքն ու աշխատանքի վայրը։ Տեղեկացնենք նաև, որ հաղորդումը ամիսը մեկ անգամ եթեր կհեռարձակվի Ազգային ժողովի Facebook-յան, կառավարության Facebook-յան եւ YouTube-յան ալիքներով, Հանրային ռադիոյի Facebook-յան եւ YouTube-յան էջերով, ինչպես նաև առաջինի լրատվական ալիքով։